Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ Խաչակիրներ ջոկատի հրամանատար եւ ապագա զինվոր Խաչակիրներ ռազմահայրենասիրական դպրոցի գործընկեր Սարգիս Պողոսյանին։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան Տապանի հաղորդումները ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, QR կոդը ձեր էկրաններին է։ Բարև ձեզ, պարոն Պողոսյան։ Շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Մենք դեռ կհասցնենք խոսել ձեր ջոկատի մասին, թե որտեղ են տղաները, ինչով եք հիմա զբաղվում, բայց հիմա հասկանանք, ապագա զինվորի հետ դարձաք փաստորեն գործընկերներ։ Ինչպես ստացվեց եւ ինչու որոշեցիք աջակցել տղաներին, որոնք որ սովորում են այդ դպրոցում եւ Սամսոն Մուրադյանին։ Անկեղծ ասած, ես միշտ նկատել եմ, որ Սամսոն Մուրադյանը երեխաներին տենց պարապաստում է ռազմահայրենասիրական, այսինքն հայրենասիրություն է մտնում այդ երեխաների մեջ, որը որ շատ կարևոր է, ազգին պետք է։ Հետո իմ ապօրինի կալանքից հետո, որ դուրս եկա ես վերջում, տեսա, որ այդ երեխաների շատ բան է պետք, ոչ տարածք ունեն, ոչ դահլիճ ունեն, ոչինչ չունեն, այսինքն այդ երեխաները, այսինքն ամեն ինչից զուրկ էին մնացել։ Կար ցանկությունը միայն սովորելու եւ ինչ որտեղ։ Այո, այդ պայմաններում անգամ այդ երեխաները սովորում էին, այդ պայմաններում։ Ես էլ ստիպված ունեմ ընկերներ, հայրենասեր, որ տեղ տրամադրեցին մեզի դահլիճով եւ իր բոլոր հարմարություններով, ապագա զինվորին բերեցի ինձ մոտ։ Այսինքն արդեն իրանք էլ չեն տալի, վարձ չեն տալիս, ոչինչ չեն տալիս, անվճար պարապում են։ Այդ բոլորը ես կազմակերպեցի, ես արեցի եւ այդ արդյունքը բերեց նրան հասցրեց, որ դառավ արդեն ապագա զինվոր Խաչակիրներ։ Ես ձեզ ասեմ, որ մեզ մոտ ամեն ինչ օրինական է, մենք չենք անում ոչ մի անօրինական բան։ Հիմա փառք Աստծո, շատ երեխաներ ունենք արդեն, դասատուներ ունենք, որ ամեն ինչով զբաղվում են, ամեն ինչով։ Ճիշտ է, էլի լիարժեք ամեն ինչ չունեն երեխաները։ Այսքան ժամանակ, որ խեղճ են եղել այդ երեխաները, ինչ որ բաներից զուրկ են եղել, ես մի փոքր կարամ մեղադրեմ այն մարդկանց, ովքեր կարողացել են հովանավորեն ապագա զինվորին եւ չեն հովանավորել։ Այսինքն շատ մարդ էլ կա, ոնց որ Սամսոն Մուրադյանն ասում, խոստացել են չեն արել։ Այսինքն եթե մի բանը երեխաներին է վերաբերվում, դրանք պիտի շատ լուրջ նայեն։ Մանավանդ հայրենիքի պաշտպաններին այդ դեպքում։ Դրան էլ լուրջ չեն նայում։ Եթե կարող ես հովանավորես, հովանավորի այդ երեխաներին հովանավորի, ոչ թե Սամսոնին կամ ինձ կամ այն մի հրամանատարին։ Ես դες բաներ չեմ սիրել ու չեմ էլ սիրում։ Դա է ամբողջ խնդիրը, որ հիմա այո, մեր երեխաները ունեն դեռ շատ խնդիրներ, ես ինքս հարուստ չեմ, եթե մի փոքր մի երկու բան էլ ունեի հետ գցած, այդ էլ սենց գնաց էլի ապօրինի, պետության կողմից նվեր էր դա ինձի, բայց երեխաներին պետք է որ աջակցեն, եթե մարդիկ կարողանան աջակցեն, թող աջակցեն, ինչի մասը։ Հիմա հասկանանք, դուք տրամադրել եք տարածքը եւ տրամադրել եք փաստորեն դահլիճը։ Իսկ կահավորանքը գույքը ունեք, թե դրանց կարիքներ կա։ Ինչքան հնարավոր է ես արել եմ, ինչքան հնարավոր է, բայց դե իհարկե դրա կարիքը կա, համազգեստների կարիքը կա, շատ բաներ կա այնտեղ, որ սպորտ դահլիճում արդեն ունենք էլի տես շատ բաների կարիք, որ հնարավորության դեպքում կարելի է լստել, որ երեխեքը ավելի ճիշտ զարգանան, ավելի ճիշտ մարզվեն։ Պարոն Պողոսյան, տեսեք, դուք այն մարդ եք, որ տեսությունը եւ պրակտիկան ունեք համատեղություն, այսինքն դիրքեր, պատերազմ, ռազմական գործողություններ, այդ ամեն ինչի միջով դուք անցել եք։ Հիմա երեխաների պարապմունքները տեսականորեն բավարար է, որպեսզի նրանք պրակտիկ կյանքում Աստված ոչ անի, որ օգտագործեն, բայց լինելու դեպքում պրակտիկ կյանքում այդ երեխաները կկարողանան իրենց գիտելիքներն ու հնարավորությունները օգտագործել։ Պայքարում ենք եւ մենք իրանց սովորացնում ենք, որ բերենք հասցնենք այդ արդյունքին։ Մենք պայքարում ենք ու ինձ թվում է, այո, ունենք միջև 6-ից 17 տարեկան երեխաներ, կապ չունի տղա թե աղջիկ, մենք շատ խիստ պայքարում ենք, որ արդեն ունենք մարդիկ, որ արդեն ժամկետային ծառայության են հեսա գնալու, արդեն պատրաստված։ Ունենք երեխա, որ արդեն հիմա ժամկետության ծառայության մեջ է, որ շատ գոհ է զորամասի իրանից, որ ինչ հնարավոր է արդեն ինքը գիտի։ Իսկ ճամբարները, այդ ճամբարների մեջ կարողանալու եք ընդգրկվել նորից։ Ուրեմն ճամբարները սենց է, մեզի վրաններ է պետք, որ մենք գնանք, ունենք տեղեր տենց, էլի մեր ընկերների շնորհիվ,
մեր վրանները խփենք, մեր ճամբարները այնտեղ ճամբար ասելով համ հանգստանալու են, համ պարապմունքներ են անցկացնելու երեխաները դրա մասին։ Այսինքն դրանք արդեն պրակտիկ պարապմունքներն են, տեսականորեն այն ինչ որ դահլիճում իրենք սովորում են, ձեռք են բերում գիտելիքները։ Այո, սովորում են դահլիճում ինչքան հնարավոր է սովորացնում ենք, կարակայինել են ասում, ճիշտ է, տիրով, դե անչափահաս են, տիրով են ասում կարակայինները, իսկ այս ճամբարները որ տանենք, արդեն իրանք ռազմական դասեր են անցկացնելու։ Այո, իհարկե, իրանք պիտի պատրաստված լինեն, ինչի մասն է խոսքը, մենք բերելու ենք հասցնենք այդ արդյունքին։ Հիմա եթե դուք միացել եք ապագա զինվորի, նշանակում է դուք էլ ձեր ծրագրերը կունենաք, ինչ որ փոփոխություններ, նոր ծրագրեր, նոր գաղափարներ, նոր մտքեր։ Ես ինչու եմ այդ հարցը ձեզ տալի, եւ պատահական չասեցի, որ տեսություն եւ փաստորեն պրակտիկա դուք համատեղել եք, դուք մարտի դաշտում այդ ամենը։ Ուրեմն իհարկե փոփոխություն լինելու է, որ երեխաները հասկանան խրամատը ինչ բան է, բլինդաժը ինչ բան է, թաքստոցը ինչ բան է, դիտակետը ինչ բան է։ Իհարկե երեխաներին այդ բոլորը պետք է, մենք ուզում ենք բերենք հասցնենք այդ արդյունքին։ Փորձում եմ որ այդ ամեն ինչը անեմ ձեր միջոցներով, ձեր հնարավորություններով։ Ուզում եմ իմ հնարավորություններով, ուղղակի դեռ չեմ կարողանում։ Այստեղ պաշտպանության նախարարության դերը տեսնում եք, որը պետք է լինի։ Իհարկե տեսնում եմ։ Պաշտպանության նախարարությունը եթե աջակցի, մենք ավելի առաջ կգնանք, ինչի մասն է խոսքը։ Ոչ մեկ մեզի չի աջակցում, այսինքն պետության կողմից ոչ մեկ չի աջակցում, այսինքն մենք ինչ ունենք, մերով ենք անում, բայց մենք շատ բան չունենք։ Մենք հասարակ ժողովուրդ ենք, մենք հարուստ չենք, ինչ կարողանում ենք, դա անում ենք։ Անձամ ես իմ մասին խոսեմ, չկա։ Իսկ եթե պետությունը սկսի աջակցել, որ դա լինի ավելի պետականորեն, իհարկե երեխաները ավելի շատանան, ավելի կհզորանան եւ բոլոր երեխաները դուրս կգան այս հեռախոսներից, այս սայթերից, իրանց գիտելիքները ավելի կզարգացնեն, որտեղ մեր երկիրը ռազմական եղել է։ Ասենք նաեւ թմրանյութերից։ Դե հա, դրա մասին անգամ չեմ ուզում խոսամ, դա անգամ վրես ազդում է, բայց թմրանյութերից այդ հեռավոր սայթը մտնում ես 100 անգա, չգիտեմ, իրար հետ հարց են լուծում 100 անգով։ Երեխայի ծնողը դաստիարակում է, գալիս է երեկոյան, որ պետք է գնա հանգստանա երեխան, մտնում է իր ննջասենյակ ու արդեն հեռախոսը միացնում է 100 անգներ է լսում։ Այսինքն իր ծնողների դաստիարակությունը всё հետ եղավ արդեն։ Մի րոպեում հետ եղավ։ Իրան այդ ավելի է դուր գալի, ինքը երեխա է։ Հա, դրա համար ինչ անեզի պետք որ կտրենք դες բաներից, թողան ինչի մասն է խոսքը։ Սովորեն թո հայրենասիրություն մտնի այդ երեխաների մեջ, թո իմանան իսկական հայը ինչ կերպար պետք է ունենա։ Մեր մոտ ամեն ինչ փչացել է արդեն, մենք ուզում ենք ինչ որ մի հատ արդյունք ստանանք։ Տեսեք, թեև անչափահասներ են, դուք պատկերացնում եք, որ այդ տղաները կարող են դիրքերում հենց լինել։ Թեկուզ անչափահասները գնան ավելի մոտիկից տեսնեն այդ իրավիճակը, ինչ է իրենից ներկայացնում, թե դրանք կարող են հիասթափություն կամ հակառակը ինչ որ վախի մթնոլորտ։ Հավատացնում եմ ձեզ հիասթափություն չի լինի, մեր երեխաների մասն եմ ես խոսում, ընդհանրապես մեր հայ երեխաները շատ ուժեղ են, չի լինի, բայց դրա իրավունքը չունենք։ Դե որ պաշտպանության նախարարության հետ լինի համագործակցություն, այսինքն տեսնում եք այդ պատկերը։ Չի կարելի ուղղակի, անձամբ ես թույլ չեմ տա դա, որտեվ դա չի կարելի տանես դիրքեր, մարտական դիրքեր երեխաների եւ չգիտես ինչ կլինի։ Անվտանգության տեսակետով, հա, չի կարելի, դրա համար մենք մեր համար ուզում ենք ինչ-որ մի հատ հող վերցնենք, չգիտեմ։ Եվ ինքներդ ունենալ ձեր ուսումնական դիրքերը։ Բոլոր ուսումնական դիրքերը մենք ունենանք, մենք դա կարողանում ենք նենց անենք ձայներով, որ երեխաները հասկանան, որ հա պատերազմ սկսես կամ եսիմ ինչ արեց։ Հենց դա իրանց հերիք է, իսկ իշտումնա որ տանենք իրական մարտական դիրքեր երեխաներին, մեր հակառակորդից այսքան ժամանակ մենք ճիշտ բառ, ճիշտ խոսք չենք լսել, կարող է նրանք, չգիտեմ, երեխաներին վնասեն։ Դրա համար չի կարելի անչափահասեն դեռ։ Եվ դրա համար ձեզ պարտադիր անհրաժեշտ են ձեր սեփական ուսումնական դիրքերը, որպեսզի մոտավոր պատկերացումը լինի։ Շատ կարևոր է դա շատ կարևոր է։ Իսկ առարկաների մեջ կան ձեր մոտ ծրագրեր, որ փոփոխություններ լինեն կամ ինչ որ լրացուցիչ առարկաներ սկսեն երեխաները այդ դպրոցի սաները սովորել։ Դեռ չկա, բայց ուզում ենք մտնենք, փորձում ենք։ Պարոն Պողոսյան, տեսեք, Իրան-Իսրայել այս հակամարտությունը ցույց տվեց, որ տեխնոլոգիաների պատերազմներ են, տեխնոլոգիաների մարտեր են։ Մենք ինչքանով ենք կարողանում մեր երեխաներին այդ նորությունները մատուցել։
Օրինակ պատկերացումներ ունեն այդ հրթիռների մասին, այդ թռչող մի խոսքով մարտը փաստորեն երկնքում է։ Այո, ունենք իհարկե տենց մեզ մոտ ունենք դասատուներ, որ երեխաները հետ զբաղվում են։ Ճիշտ է, դեռ չունենք թեկյուզ մակաժներ այդ անօթաչուի կամ չգիտեմ դրոնի կամ բայրակթարի, սենց ասեմ, հա, դեռ չունենք դրա թեկուս ռոբոտները, որ երեխաներին, բայց անպայման կունենանք, ինչի մասն է խոսքը, կունենանք, որ երեխաները ավելի ծանոթանան, որտեվ ճիշտ եք ասում, արդեն կյանքը փոխվել է, արդեն ոնց հասկացա զինվորի դիմաց այդ մարտերը վերացավ տենց բաները, դա եսի ինչ լինի, որ տենց զինվորի դիմաց կռվի, արդեն երկնքի կռիվ է դարել։ Հիմա ավելի շատ դրա վրա ենք ուզում աշխատենք, որ երեխաները դրա վրա ավելի շատ սկսեն աշխատել։ Նույն խաղերն է, որ խաղում են, հիմա դա սարքել են իրական պատերազմ։ Դե դպրոցին հաջողություններ եմ մաղթում, ընդհանուր գիտեմ, որ ընդունելությունը արդեն ամառվա ընթացքում սկսելու եք հայտարարել, մենք դրան կանդրադառնանք, կաջակցենք ձեզ, ժամանակ առ ժամանակ հնարավորություն կտանք պարոն Մուրադյանին այստեղից հայտարարություններ անելու։ Ձեր գործերին հաջողություն, մեր երեխաներին էլ ուժ, կամք, կորով եւ ինչպես դուք եք ասում, սա հնարավորություն է երեխաներին կտրելու եւ հեռախոսային այդ դե անվտանգ չէ, ամեն դեպքում մենք գիտենք որքան վտանգավոր երևույթներ կան այնտեղ, այնպես որ եւ ինչու ոչ դառնան եւ կարողանան պաշտպանել իրենց եւ կարողանան պաշտպանել իրենց միջավայրը եւ հայրենիքը։ Դուրս գանք կարճատև գովազդային դադարի, պարոն Պողոսյան, որից հետո խոսենք, թե ինչով է զբաղված Խաչակիրներ ջոկատը այս պահի դրությամբ։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը։ Տասնմեկ 08 West Glenox փողոցի վրա Grand View փողոցի արևանությամբ գործում է Քարավան ընտանեկան ռեստորանը։ Իր գործունեության 25 տարիների ընթացքում նա արժանացել է հաճախորդների բարձր գնահատականին։ Քարավան ռեստորանի տնօրինությունը առաջարկում եւ հրավիրում է բոլորին վայելելու համով հոտով յուրատեսակ ուտեստներ։ Տանտերը օրենքով պարտավոր է իրենց վարձակալած բնակարանը պահել անվտանգ, մաքուր եւ բնակելի վիճակում։ Եթե կարծում եք, որ այս օրինական չափանիշները չեն պահպանվում, զանգահարեք մեր փաստաբանական գրասենյակ։ Նույնպես, եթե դուք վնասվել եք ձեր վարձակալած շենքում կամ արձակուրդի ընթացքում վարձած բնակարանում, դուք կարող եք փոխհատուցում ստանալ։ Դուք ոչինչ չեք վճարում, մինչև մենք չենք շահում։ Զանգահարել 818 322 39 22 Այստեղ կարող եք գտնել տան եւ օֆիսի կահույքի Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Յուրաքանչյուր զարդ գլուխ գործոց է, պատրաստված ամենայն ճշգրտությամբ եւ կրքով, որոնք կընդգծեն ձեր անհատականությունն ու գեղեցկությունը։ Մեր զարդերը պարզապես աքսեսուարներ չեն, այլ սիրո խոստովանություններ, որոնք կդառնան ձեր հիշողությունների խորհրդանիշը։ Դրանք ձեզ կդարձնեն ոճային եւ գրավիչ։ Ձեր պատմությունը սպասում է։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե
Ձեր առողջ եւ ամենաերջանիկ շփիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիալ ստեղ, հա? Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ 1%, հա? այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի 1%, հա? 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ կլենդել։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծաներիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում, պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։ Արգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Պարոն Պողոսյան, փորձենք ձեր դպրոցին լինել օգտակար, որտեվ հիմա կարծես թե որակապես էլ է փոխվելու, որտեվ ձեր ներկայությունը այդ ապագա զինվորում կլինի հաստատ, որտեվ ինչպես դուք ասացիք, տարածքի հարցը արդեն լուծված է, դահլիճը ես հիշում եմ, որ երեխաները տեղից տեղ էին տեղափոխվում, դա էլ էր որոշակի ձևով եւ ֆիզիկական հոգնածություն եւ հոգեբանական ընկճվածություն, պետք է որ արդեն այս ամենը դրվի այլ հարթության վրա։ Մենք էլ կփորձենք մեր հաղորդումների միջոցով հովանավորներ գտնել, այդ տարածք ավելի բարելավելու, գույք ձեռք բերելու եւ կխոսենք, կարծում եմ, մյուս հաղորդումների ժամանակ դրա մասին ավելի մանրամասն։ Հիմա հասկանանք Խաչակիրներ ջոկատը ինչ է անում եւ փաստորեն դուք դեռ հրամանատարն եք այդ ջոկատի։ Այո։ Իհարկե ես դեռ հրամանատարն եմ։ Եվ ինչու դեռ ես էլ ինչ որտեղ մտածելով, որտեղ ջոկատները գնալուք արդեն կարծես թե քչանում են այդ միտումը կա։ Եթե արդեն վերանում են, չեն վերանում, ուզում են վերացնեն։ Դե չէ, այդ բոլոր ջոկատները շատ ուժեղ հրամանատարներ ունեն, բոլոր ջոկատները, բայց կոտրում են, էլի, կոտրում են, թողել են մենակ երկրապան, իսկ մնացած ջոկատներին ասում են ուզում եք բարձրանաք դիրքեր, երկրապայով բարձրացեք, կամ պայմանագրային բարձրացեք, կամ աշխարհազորով բարձրացեք, բայց ես չեմ սիրում բողոքել, բամբասել, գանգատվել, դա ինքս չեմ սիրում, բայց ինչի համար այդ ջոկատները չմնան, քանի որ ավելի կամրապնդեն մեր դիրքերը։ Իսկ ինչու չբարձրանալ, ասենք, մյուս ջոկատների հետ, անունը կապ ունի ձեզ համար, թե։ Չէ, անկեղծ ասած չէ, ընդհանրապես կապ չունի, ու ընդհանրապես դիրքն էլ կապ չունի, որ դիրքը բարձրանաք։ Ուղղակի հոգեբանորեն, հոգեպես կոտրում են մարդուն, էլի։ Օրինակ ես երկար տարիներ արդեն ստեղծել եմ այդ ջոկատը, իմ միջոցներով եմ ստեղծել, դա ես գիտեմ եւ իմ առաջնորդը Հիսուս Քրիստոսը, թե ինչ գումարներ ենք ծախսել, որ հասնենք մենք այդ արդյունքին, ունենանք զորք, որ ավելի ապահով լինի մեր ազգը։ Հա, բայց հիմա արդեն գալիս են սկսում են կոտրել, էլի, ասում են ջոկատները իրանք չունեն բարձրանան, ուզում ես բարձրանաս գնա կպի երկրապային, երկրապան էլ է մերը,
Մեր էկրապանն է, ինչի մասն է խոսքը։ Բոլորը բարձրանում են, բայց չէ, թո ընդհակառակ կարելի է չէ դուխ տալ մարդուն, ցանկացած հայի կռվող տղու, դի դուխ տաս, որ հայ ախպեր, դու օրինակ Խաչակիր ես, Խաչակիրներով էլ ես դիրքերը ձերն է, հելեք պայեք։ Էս ինչ կազմակերպություն ես, հելեք էս կազմակերպությունով պայել, բայց կոտրում են, էլի, էդի լավ չէ, էլի, էդի գիտեք որ նա Ես մի 3 տարի առաջ որ հրաման տվեցի, ասի եթե հակառակորդը ձեզ կրակի, մի հատ 1500-ը դուք կրակեք հակառակորդի վրա, ին վրա մի քանի տեղից անենց հարցակում եղավ, դու մեր գլխից թռար, դու ես ախր ինչ ասեցի, ես հո չասեցի վաղը հելնելու են էդի անեն։ Էդի դու զորքին դուխ ես տալի։ Դուխ ես տալի, որ իրանք լավ են զգում, այդ ինչ կարիք կա չկրակել որն է, այսինքն հակառակորդը կրակի, մեր տղեկներ սենց խարամատի մեջ պապզեն խեղճ ու կրակ տնան հակառակորդը ինչքան է իրանց վրա կրակում, այ էդ է կոտրում, ոչ թե տղեկն են վերևը կոտրվում, չէ, էդ են կոտրում իրանք, կրվող տղերքի մեջ դա կոտրում են։ Այսինքն եթե ասում են միացեք կամ եւ այլն, պետք է մնա անունը, պետք է անվան տակ մնան այն ջոկատի տղաներ, որոնք ընդունվել են, կամավորագրվել են այդ ջոկատին։ Սա հոգեբանական պահ է։ Օրինակ ես իմ կանոնադրությունով, օրինական պետռեգիստրով, իմ կնիքով աշխատում եմ։ Այսինքն թե պետությունը այդքան բան ինձի տվել է։ Ես ունեմ կնիկ օրինական, բայց ինչի համար է պետությունը ինձի տվել, որ այսօր թույլ չի տալի ես դիրքեր բարձրանամ։ Ինչ է, ուղղակի թուղթ է տվել այնձի, ուղղակի կնիկա տվել այնձի, ես դա չեմ հասկանում։ Դե թու չտար, թու ասի չի կարելի։ Ինչի մասն է խոսքը, բա տվել է ես ինչ անեմ։ Ասում եք, արդեն թե հիմա արդեն սկսում են ասել որ։ Ես չեմ լսել այդպես բան որ։ Չէ, նկատի ունեմ, եթե ձեզ ասում են այսպես բարձացեք, այնպես բարձացեք։ Դա բոլորը ներքին կարգով է, դե շատ բաներ կա, չէ, այս Դե բարեփոխումներ են իրականացնում եւ պետք է մենք էլ կարծես թե բարեփոխումներին պետք է ենթարկվենք։ Չէ, բայց մենք էլ դժվար չէ, էլի մենք էլ ասում ենք, թեկուզ իրանք նստում են խորհրդակցության, ասում են, էսի սենց անենք, էսի սենց անենք, այնպես չէ, ովքերով որ նստում են խորհրդակցության, բոլորը տենց գիտակից են։ Այնքան մարդ կա, որ ընդհանրապես գաղափար չունի ռազմականից, բայց ինքը մտել է դրա մեջ, ինչ որ մեկին ինչ որ մոտ խորհուրդ է տալի, բայց ինքը երբևիցե չի հասկանում դա ինչ է։ Ու տենց իրար խորհուրդներ են տալի, մեկ էլ մի հատ ցտից բան, մի հատ էժան բան մտածում են, ու սենց սա խառնաշփոթություն են սարքում։ Ինչի համար։ Այս ժամանակ Արցախը որ վերցրել են, դա ֆիդայներն են վերցրել, նույն կամավորական ջոկատներն են վերցրել։ Իմը ինչի համար եք այդ տղերքին, ասում չէ, դուք սենց կազմակերպությունով պիտի չբարձրանանք։ Որ պիտի չբարձրանան, ինչի համար եք բոլորին տվեք անմադրություն պետռեգիստրով իրանց կնիկ տվեք։ Դե ժամանակներն են փոխվել, գնում ենք մենք խոսեցինք, չէ, որ արդեն զենքի ձևերն են փոխվել, մարտահրավերի ձևերն են փոխվել, գուցե սա է կարևորը, որ պետք է ժամանակի հետ քայլենք եւ պետք է գնանք բարեփոխումներին ընդառաջ։ Հավատացեք, իշկանալ զենքի ձևերը փոխվի, դառնա երկնքի պատերազմ, եթե իրանք հույս ունեն ամեն մեկը մի հատ նոթբուկ ա դնելու դեմը տես կռիվանի, ու այդ զորքի իրանց պետք չի, իրանք չարաչար սխալվում են։ Իշկանալ այդ երկնքի պատերազմը լինի, մեկը նենց պատերազմներ չի կարա մենակ նենց լինի։ Այսինքն ինչների վրա են հույսները դրել, այդ կնոպկեքի վրա եւ վերջը, բա դրանից հետո։ Պատերազմի մեջ ամեն ինչ պիտի հաշվի առնես եւ հաշվարկներդ պետքա շատ ճիշտ լինի։ Մեր նման կրվող տղերքին իրանք պիտի չնեղացնեն երբեք, պետականորեն։ Թեպետ էլի եմ ասում, մեզ իրանք չեն կարա թուլացնեն կամ նեղացնեն կամ այդ իրանց ճանապարհով ուզենան մեզի կոտրեն։ Դրա կարիքը չկա, որովհետև մեր մոտ էդի անցել է արդեն, էլի։ Իմ համար անձամբ կապ չունի, իմ Խաչակիրներ ջոկատը ոնց կա տենց մնացել է, մի 3 հոգի ունեն, որ չկան արդեն, հա, էդ էլ պատճառ կա, որ չկան, ուղղակի բերված էր էլի իրանց բերել են, նստել են, չէ, ոչ թե դրսից համագործակցում է, ու տենց շատ վատ բարեցին իրանց, հիմա իրանք իսկ մնացածը էլի բարձրանում են դիրքեր, բայց բարձրանում են աշխարհազորով, բարձրանում են երկրապով, այսինքն ինչ ճանապարհ կա իրանք բարձրանում են, էլի դիրքերը ամրապնդում են, էլի դիրքերը պահում ենք։ Դա չի նշանակում, որ պետությունը թույլ չի տալի ջոկատը բարձրանա ու մենք չենք բարձրանում, լսում ենք, չէ, բոլորը բարձրանում են։ Մարդ չկա, որ միշտ իրանց հերթափոխներ անում են, բայց արդեն ոչ թե Խաչակիրներ ջոկատով են բարձրանում, տարբեր է, ես ինքս իմ տղերքին խնդրել եմ անգամ, որ բարձրացեք որտեղով որ հնարավոր է։ Մենակ բարձրացեք դիրքերը, այո, մենակ եղեք դիրքերում։
անպայման։ Դա կապ չունի իմ համար, դա ես ինքնահաստատվելու էլ տեղ չունեմ, բաժակի էլ լսվել արդեն։ Դրա համար ասել եմ բարձրացեք, այո, իհարկե տղաներս կան միջև այսօր իրանք հոգով են խաչակիր, բոլորը հավատարիմ ձևով մնացել են, դա իմ մեծ խնդրանքն է եղել իմ տղաներին, որ բարձրացեք, ինչ ճանապարհ տեսնում եք, այդ ճանապարհով բարձրացեք, օրինական ճանապարհներով բոլորդ բարձրացեք, դիրքեր ամրապնդեք։ Եվ պարոն Պողոսյան, քանի որ կրում եք խաչակիր, ոչ թե ուզում եմ հարցս քաղաքական ենթատեքստ ունենա եւ պատասխանեք, մեր այս ներսի խժդժոցը, իշխանություն եւ եկեղեցի, ինչպես եք նայում այս ամենին։ Որտեւ նկատի ունեմ դուք ձեր խոսքի մեջ էլ ասեցիք Աստված մեկ էլ գիտի թե ես որքան դժվարություն, այսինքն դուք հոգով եւ ձեր այդ խաչակիրները անունը կրող արդեն ջոկատից հասկանալի է թե որքանով եք նվիրված հայ եկեղեցուն։ Ուրեմն ես երկու բառով ասեմ, առանց քաղաքական ենթատեքստի։ Չէ, ես ընդհանրապես չեմ եղել պոլիտիկայի մեջ, չկամ եւ չեմ էլ լինի։ Դա իմ անունն է, էլի ասում մարդու անունը հելնի, աշկը հելնի, անունը չելնի, չէ։ Ես չեմ եղել պոլիտիկանի մեջի։ Ով որ ռազմական է, ինքը իրանք չունի պոլիտիկայի մեջ մտնի։ Ինչպես եկեղեցին չպետք է մտնի քաղաքական։ Ուրեմն ես մի անգամ այն ժամանակ զորքս դլմբոյում էր, հա, տեսա ժողովուրդը, որ շատ մարդ կա, արդեն հավատքը կորցրել է, արդեն չեն հավատում պատերազմից հետո, ես այն ժամանակ ասեցի, իշքան ձեր հավատքը կորցնեք, այնքան կկորցնեք ամեն ինչ, ու տենց էլ եղավ։ Հիմա ես ստեյ ժողովրդին եմ ասում, մեր հավատքը իրականում կորել է, ես դա տեսնում եմ։ Կորել է մարդկանց մեջից, այն որ մարդիկ էլ կան մտնում են եկեղեցի, ես միշտ իմ բառերի մեջ ասել եմ, դա չի վերաբերվում բոլորին, 20% պահում եմ այդ զազուրը, էլի ես, իսկ մնացածը այնով էլ մտնում է եկեղեցի, ոնց որ ուզում եմ մեկին ցույց տա կամ նկարվի գցիր էջերը, հա, այդ հավատքը կորել է մեր մեջից ու այդ Աստծո պատիժը անպայման գալու է, դրա մասին խոսք չկա, իսկ ովքեր որ կապնում են արդեն եկեղեցիներին, իրանք դաժան պատիժ են տենալու, դրա մասին խոսք չկա, ես ձեզ հավատացնում եմ, ես ինքս ծնվել եմ Սուրբ Սարգիսի մոտ, մեր ազգի մեջ Սարգիս չկա, հենց մերոնք դրել են իմ անունը Սարգիս, որտեղ Սուրբ Սարգիսի մոտ ենք մեծացել, սովորել եմ Սուրբ Սարգիսի կողքի դպրոցը Պռոշյան 15 դպրոցը, անգամ մայրս անդ է սովորել, հա, մենք սովորել ենք, ու ես ինչ ծնվել եմ, ինչ միջև 50 տարեկան եմ հեսա, ես ապրում եմ հավատքով, ինչի մասն է խոսքը, ու տենց էլ շարունակելու եմ, իշքան ես կապրեմ։ Իսկ արդեն որ խոսակցությունները պոլիտիկան բերե խառնել են եկեղեցիների հետ, իրանց ամենամեծ սխալն է դա։ Իրանք ամենադաժան մեծ ցավն են տեսնելու, որ ինչ իրանք ունեն, արդեն մի քիչ այնց ասեն, որ ավելի ճիշտ է, էլի, ոնց որ Հիսուս Քրիստոսին բերել են խառնել իրանց աթոռների հետ։ Դա ճիշտ չէ, էլի, իրանց աթոռը ինչ կապ ունի Հիսուս Քրիստոսը։ Տենց մի խոսքով ես հենց եկեղեցիների անվան տակ ասեմ, որ ամոթ են մարդկանց, ովքեր որ կպլում են եկեղեցիներին, ուղղակի ամոթ այդ մարդկանց, այդքան բանը կասեմ ես, թող բոլորը հասկանան, թե ես ում ինչ ասեցի։ Պարոն Պողոսյան, շնորհակալություն եմ հայտնում այսօրվա հաղորդման համար, ինչ ունեք ավելացնելու, որի մասին չենք խոսել։ Ավելացնում եմ մենակ, որ ուզում եմ ես իմ ազգի, ինքս հայրենասեր տղա եմ, ուզում եմ ազգիս այս երկար տարիները տեսնում եմ բոլորին տխուր, ուզում եմ բոլորը ժպտան, բոլորը լավ լինեն, չհիվանդանան ու ուժեղ լինեն, մեկ էլ այս ազգի մեջ մեծ վախ ա մտե, բոլորը վախեցած են, դա դրանից է, որ բոլորը 96%-ը ապօրինի կալանավորված են, 96%-ը, հա, այս Հայաստանը սարքել են կալանավայր, մնում է մի հատ զաբուրապատ են ամբողջ Հայաստանը, բոլորը սարքեն կալանավոր պրսնեն, բոլորը ոչինչ, ուզում ազգիս ուղղակի կոչ անեմ, որ ուժեղ լինեն, պինդ լինեն, ոչ մի բանից չվախենան, որտեղ երբեք ոչ մի բանը հավերժ չի լինում, անպայման Աստված մեզ օգնելու է։ Շնորհակալություն եմ հայտնում ևս մեկ անգամ այս փոքրիկ հաղորդման համար, հարկ լինելու դեպքում նորից կհանդիպենք այս տաղավարում։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։